այդ եկեղեցականներից առնվազն երկուսը հենց իրենք են կուսակրոնության ուխտը խախտել, եպիսկոպոսներից երկուսը, մեկը կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված էր եւ դրանով է հայտնի, այսինքն սրանք մարդիկ չեն, որ կարող են ընդհանրապես եկեղեցու բարեփոխման կորիս հանդիսանալ կամ բարեփոխման պլան ունենալ։ Սրանք Նիկոլ Փաշինյանի ներդրած հուդաներն են եկեղեցու պատերից ներս։ Սա ինձ համար ակնհայտ է եւ թերևս հենց սրա մասին է խոսում այն փաստը, որ նախ առավոտյան հրապարակվում է հայտարարությունը, հետո Նիկոլ Փաշինյանի ճեպազրույց է տեղի ունենում, որտեղ իշխանամերձ լրատվամիջոցի ներկայացուցիչը այս թեմայով հարց է տալիս Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը մի գովեստի խոսքեր է շռայլում այս ըստ էության իրենց ուխտը ուրացած հոգևորականների հասցեին, հետո անմիջապես ասում է, որ պատրաստ է նրանց ընդունել, մի քանի ժամ հետո էլ կառավարությունում տեղի է ունենում նուդաների հանդիպումը նրանց բուծած վարչապետի հետ։